Հարգարժան նախագահող վարման կարգում մի դիտարկում ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել եւ զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, է։ Ես ինքս սահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիրավորական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ-որ տենց պիտակավորելու, խնդրում եմ երկու ջանցեք եւ ծաղկացեք։ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին, ինքն էլ բոլորն էլ, այսպես ասած, տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի դուք եք այս բանի սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ Բայց չեք լսում, ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտնոլորտում սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում, դիտարկում եմ դա որպես սպառն։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր ելույթը, իհարկե չի կարելի, իհարկե շատ բան Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ անցնում։ Առաջինը սպառնալիքի լեզվով ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը, եթե կառավարիչի եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարիզբոր իմաստով, հետո իրենք իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական անձնական է, ջա չգիտեմ ինչ ուզում գնում ենք եւ այլն, այդ ամենը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է վերաբերվում։ Վարույթում կարելի է հնչեցնել տես գնահատականներ։ Վարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացում։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես, չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանալ այս պատասխանը։ Խնդրում եմ օբյեկտիվություն։ Մաքսիմում հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ։ Մաքսիմում օբյեկտիվ